Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստել ենք փոխինձ իմ ձևով, որը շատ հեշտ է պատրաստվում, մի քանի պաղադրիչ է պետք մեզ ու ստանում ենք մի հատ համովություն, հայկական համովություն։ Փոխինձը դե իհարկե կարող ենք դունը պատրաստել կամ եթե ժամանակ չունենք, ուզում ենք արագ պատրաստել, մանրանիկը մեր կյանքը բրգել է, ունի պատրաստ փոխինձ ու այդ հիմքի վրա կարող ենք ավելացնել այս համովությունները, պաղադրիչները եւ ստանալ մի ուրիշ համովություն։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 700 գրամ փոխինձ, 2 բաժակ ջուր, 4-ից 5 ճաշի գդալ խտացրած կաթ, կես թեյի գդալ աղ։ Զարդարելու համար մեզ պետք է քունջուտ, ծիրանի ճիր եւ սալորի ճիր։ Հիմա ուզում եմ մկրատով կտրեմ եւ մեր փոխինձը տեղափոխեմ տապակի վրա։ Ես սիրում եմ փոխինձը մի հատ տապակեմ ու հետո, որովհետև դանն էլ եթե պիտի պատրաստեմ, սկզբում կարմրացնում ենք ալյուրը եւ այլն։ Հիմա կարող ենք տաքացնել ու հետո արդեն ավելացնել մնացած պաղադրիչները։ Մի լավ խառնում ենք, բայց չենք թողնում, որ վարվի։ Բայց որպեսի ալյուրը ընդհանրապես տաքանա, որովհետև դրանից հետո երբ որ մնացած ապրանքը ավելացնենք, ինքը արդեն ավելի դառնում է համով։ Ավելացնում եմ կարագը։ Արդեն ինչ անու շոտ է, դեր բան չենք արել, դեր ոչ մի բան չենք արել։ Սկսում ենք այսպես, ավելացում ենք կարագը։ Մանր եմ անում, որ շուտ հալվի։ Խառնում եմ։ Կամաց ալյուրը արդեն վերցնում ենք ու կարագով խառնում ենք։ Ինչով որ արդեն ստանանք մեր ուզած կամ նախընտրած անկվածը։ Մի քիչ եմ կարագ ավելացնելու։ Ու արդեն կարող եմ մարել, որպեսզի հետո ձեռքով եւ ձեռնոցով շաղեմ։ Տեսնում եք։ Հետո այս արդեն անջատում եմ։ Գնում եմ մի հատ օժարվեմ ABC-ով եւ վերադառնամ։ Հիմա դեղափոխում եմ այստեղ։ Խտացրած կաթը մոտեցնում եմ ու արդեն մի քիչ ավելացնում եմ։ Մի քիչ աղ։ Ու սկսում եմ խառնել։ Փորձում եմ այս փոշին բոլորը կարագին վրա հավաքել։ Մի քիչ կարող է տաք լինի։ Ավելացում եմ։ Ու սկսում եմ շաղել։ Քանի որ մի քիչ տաք է, ուզում եմ գդալով անեմ, հետո արդեն ետ ձեռքով եւ ձեռնոցով կանեմ։ Ուզում եմ հələ մի քիչ հովանա։ Փորձենք հովացնել մի քիչ։ Հիմա քանի որ բոլոր կարագը չէ հալած, այս մեր մնացած խտացրած կաթն էլ ավելացնենք ու կարագ։
փորձում ենք լավ խառնել։ Մի քիչ մի թեթև հովանա եւ մեր ցերկը դիմանա։ Նայեք, արդեն տեսնում ենք, որ բոլոր չորերը հավաքվել են, բայց անպայման պետք է շաղել։ Արդեն ցերկը ստիմանում է։ Լավ շաղում ենք, որպեսզի այս ամեն համեմունքները բացվեն։ Իրականում կարակը մի քիչ լավ պետք է լինի, դրա համար այստեղ հիմա պետք է մեր սիլի օգնությունը ավելացում եմ մի քիչ։ Շաղում ենք, նայում ենք, եթե ինչ-որ բան պետք է, հետո կավելացնենք։ Պետք է ինքը սահուն paste լինի։ Մի քիչ էլ։ Արդեն հոտը այնքան լավն է, որ ուզում ես ուտես։ Ես մի քիչ էլ կավելացնեի ջուր։ Արդեն լավ է։ Կարևորը այս համերը բոլորը պետքա իրար հետ խառնվեն, որպեսզի ստանանք հետաքրքիր համադրություն։ Հիմա ուզում եմ այս մի քիչ թողեմ, ինքը հանգստանա, այդ բոլոր համերը վերցնի ու կտրատեմ ճիրը եւ սալորը, կամ ապրիկոտը, կամ ծիրանը եւ սալորը։ Դե իհարկե այստեղ մի հատ հավաքում մաքրում ենք ABC-ով ու հետ ենք վերադառնում։ Այստեղ ունենք ծիրանի ճիր, այստեղ ունենք սալորի ճիր։ Մարացնելու եմ ու ամեն մեկի վրա պետք է ավելացնել։ Ես կսիրեմ այսպես մարացնել։ Դուք իհարկե կարող եք ավելի մեծ թողնել, բայց որովհետև ես կաղապարներով եմ անելու հետո ինձ ավելի հարմար է այսպես։ Ուղղակի կիսում ենք եւ մի քանի հատ շերտ ենք անում, որպեսզի ամեն մեկ քնթագի համար ունենանք մի քանի հատ սալոր, մի քանի հատ ծիրան կամ ծիրանի ճիր։ Դե մի քանի ձև կա, իրականում կարող եք եւ ոչ մի ծիրանի ճիր կամ ոչ մի ճիր չտնեք, օրինակ ես մի հատը ծիրանով եւ սալորով եմ անելու, մյուսն էլ պարանիկի կունջուտով եմ անելու։ Իհարկե կարող եք միայն կունջուտով անել կամ կարող եք ընդհանրապես ընգույզով անել, նուշով անել, մի քանի ձև։ Կարող եք նայել ինչ ունեք տունը եւ այնպես պատրաստել։ Այսպես մարացնում եմ, արդեն փոխինձը խառնել ենք, ինքը հանգստանում է, ավելի համերը իրար մեջ է փռնում։ Եվ մնաց այս երկու հատը։ Մտածում եմ փոխինձը կարող ենք եւ զատիկի սեղանի վրա էլ պատրաստել, դե իհարկե զատիկի սեղանի վրա երևի կլինի հյութեղեն, կլինի չուր, կլինի մազայի մանգոն, կլինի մազայի խնձորը, կլինի, եթե կուզեք շատ քաղցրներ չի պատրաստել, օրինակ, կարող եք օգնություն ուզել Smile Sweet-ից, որտեղ կարող եք իր քաղցրավենիքներ էլ թնել սեղանի վրա, եթե օրինակ դժվարություն ունեք կամ ժամանակ չունեք համովություններ, քաղցրներ պատրաստելու։ Այս պատրաստ է, կունջուտն էլ է պատրաստ, հիմա ինչ ենք անում։
Ունենք այսպիսի կաղապար, իհարկե կարող եք կաղապարը վրել, եթե չունեք այսպիսի կաղապար, կարող եք քնտիկներ անել, կարող եք սենց տափակ անել, էդի խնդիր չէ։ Հիմա ես ուզում եմ ամեմեգուն սենց մի քիչ այսպես տնել երկու տեսակի ճիր ու մի հատ բաժակով հիմա կսեղմենք այսպես երկու հատից փորձեք տնել մի քիչ ամեմեգուն և իհարկե մի քիչ կամենք կամ սեղմենք մի քիչ ցերկով սեղմում ենք ու վերջ պատրաստ է իսկ հիմա ուղղակի գտալով ճզմում ենք այսպես անցնում ենք հաջորդին սեղմում ենք ավելացնում եմ սեղմում եմ մի քիչ էլ և դե բոլոր կաղապարները լցնում ենք հիմա ես մի 6 հատը անելու եմ ճիրով իսկ մի քանի հատ էլ անելու եմ կունջուտով մի քիչ վերջ լցնում ենք ու սեղմում ենք որպեսզի մի հատ կաղապար լինի այսպես դե իհարկե եթե դանեք կարող եք ինչ-որ մի հատ մեծ ափսեի վրա էլ բացել ու մի քանի հատ վրան ընկույզն ուշ տնել կամ ճիրերը վրան շարել ու հյուրասիրել նայած բայց եթե ուզում եք օրինակ հետաքրքիր ձևով մատուցել մանավանդ հիմա զադիգը թիմացնիս է կարող եք այս ձևով հյուրասիրել սեղմում ենք լավ այսպես մի քիչ էլ ստեղ հիմա մի քիչ այսպես ափսե բերում հանում ենք այս հանելուց հետո արդեն կարող ենք ավելացնել կունջուտը տեսեք ինչքան հետաքրքիր է ստացվում Հեսա մի երկու հատ էլ կունջուտով կանենք ու իսկ հիմա երեք հատ էլ կունջուտով ավելացում ենք նորեն սեղմում եմ լավ այսպես մույսը ուպս մի քիչ էլ մենք մեր հայկական խոհանոցում հալվա, փոխինձ այսպիսի բաներ շատ ունեցել ենք, որովհետև միշտ ալյուրով դենց ուտելիքներ մեր տատիկները կամ մեր հին սերունդը փորձել է պատրաստել, որ արագ լինի եւ համեղ։ Բայց հետաքրքիր բաղադրատոմսեր են, որոնք եւ հագեցում են, եւ համով են, եւ հիշեցնում են մեզ
ժառանգություն։ Սրանք են պատրաստ։ Կարող ենք արդեն անել։ Մեկ հատ տեղ բացենք, կարա մի հատ այստեղ լինի, մի հատը մեջտեղ։ Ինչ որ մի տեսակ կթնենք հիմա։ Անում եմ։ Դենց կարող ենք անել, որ մեջտեղը կունճուտովները լինեն, իսկ ծայրերը այդպես բան։ Եվ այսօրվա պաղադրատոմսը փոխինձ չրերով եւ կունճուտով պատրաստեք, թուքել պատրաստեք եւ վայելեք բարյախորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա պաղադրատոմսը պատրաստ է։ Պետքա փորձենք, բայց առաջ որ փորձենք, չմոռանանք մեր վերջի պաղադրատոմսերից մի հատ կա, որ շատ համով է, որը հավով եւ եգիպտասորենի փաթիլներով ճաշ է, այդ շատ հadoop եւ յուրահատուկ պաղադրատոմս է իմ համար, որը տարիներ շարունակ պատրաստել եմ եւ իմ ընտանիքը շատ գոհ է մնացել, անպայման այդ պաղադրատոմսը կպատրաստեք, դե իհարկե, եթե հավը պետքա վերցնեք որակավոր, զանգեզուրի հավից վերցրեք ու պատրաստեք այդ պաղադրատոմսը, չմոռանաք։ Իսկ ես պետքա փորձարկեմ, երևի ես կփորձեմ։ Վաու։ Շատ համով։ Կարակին համա։ Խտացրած կաթը։ Իրականում այնքան կոմֆորտ համ ունի, սենց հանգիստ համ, որ ուզում ես գծես։ Եդեվի։ Շատ համով է։ Դե ինչ, ես գնամ վայելեմ իմ ընկերների հետ այս համովությունը։ Դուք էլ գրի արեք եւ պատրաստեք անպայման։ Դե իհարկե, եթե բացրել եք պաղադրատոմսը, կարող եք գնալ YouTube, որպեսզի բաց չթողնեք ոչ մի պաղադրատոմս։ Վաղ կհանդիպենք նույն ժամին, ժամը 9:00 եւ 17:00 Կենտրոն TV-ի եթերով։ Ցտեսություն։